Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի զարգացումները շարունակում են ապշեցնել մեզ իրենց հոգեբանական խորությամբ և անկանխատեսելի շրջադարձերով։ Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է մաքուր սերը բախվում սեփական սխալների դառը հետևանքներին և անսիրտ մարդկանց կործանարար ծրագրերին։ Սկսենք հիվանդանոցի հուզիչ և միևնույն ժամանակ ցավոտ տեսարանից։ Էլիզա, ով կորստի վախից վերջապես սթափվել է, մտնում է Էդոյին տեսակցության։ Կոտրելով իր հպարտությունը, նա ակամայից սիրո խոստովանություն է անում, անկեղծանալով, որ ամեն օր սպասում է նրա զանգին։ Էդոն, ով իսկական տղամարդու պես միշտ ուղիղ է խոսում, նույնպես խոստովանում է իր զգացմունքները։ Նա չի թաքցնում, որ սիրում է ու չի մոռացել Էլիզին։ Նա ասում է, որ հենց հիմա կարող է այնպիսի բարձրաձայն խոստովանություն անել, որ ամբողջ հիվանդանոցն իմանա իր սիրո մասին։ Բայց Էդոյի հաջորդ խոսքերը սառը ցնցուղ են դառնում Էլիզի համար։ Էդոն հասկացնում է, որ միայն սերը բավարար չէ, քանի որ ինքը չի պատրաստվում հաշտվել նրա հետ։ Պատճառը շատ խորն է ու ճշմարտացի։ Էլիզը իր ամբողջ ներաշխարհը լցրել է չարությամբ և ատելությամբ։ Էլիզը տխուր ու գլխիկոր լսում է այս դառը ճշմարտությունը, գիտակցելով, որ իր իսկ ձեռքերով կործանեց իր միակ իրական երջանկությունը։ Միևնույն ժամանակ հիվանդանոցի շենքի դիմաց մենք տեսնում ենք բոլորովին այլ տեսակի հարաբերություններ։ Նորոն ու Մագդան ջերմ զրուցում են, բայց Մագդայի աչքերում անհանգստություն ու վախ կա տեղի ունեցած արյունահեղությունից հետո։ Նա հասկանում է, որ Նորոյի տան անդամները պարզապես ատում են իրեն, և այդ վախը ստիպում է նրան մտածել, որ իրենց ամուսնությունն անհնար է։ Սակայն Նորոն այն տղամարդը չէ, ով կհանձնվի դժվարությունների առաջ։ Նա ամեն կերպ փորձում է մեղմել իրավիճակը, ջերմացնել սիրելիի հոգին և տալիս է ամենակարևոր խոստումը։ Նա երբեք չի դադարի պայքարել իրենց երջանկության համար։ Բայց քանի դեռ սիրահար զույգերը պայքարում են իրենց ապագայի համար, անկյունում թաքնված երկու վհուկներ պլաններ են կազմում այդ երջանկությունը հիմնովին խափանելու համար։ Հասմիկը, ով ականջալուր էր եղել Նորոյի ու Մագդայի խոսակցությանը նրանց մոտալուտ ամուսնության մասին, հասկանում է, որ ժամանակն աշխատում է իր դեմ և պետք է շտապ գործել։ Նա հանդիպում է լպրծուն Բաբկենին և բառացիորեն պահանջում կատարել իրենց պայմանավորվածությունը՝ օր առաջ բաժանել Նորոյին ու Մագդային։ Բաբկենը, ով կարծում էր, թե դեռ ժամանակ ունի իր դանդաղ թույնը ներարկելու համար, լսելով ամուսնության պլանների մասին, պարզապես ապշում է։ Նա հասկանում է, որ սովորական ինտրիգներն այլևս չեն օգնի, և կտրուկ կործանարար շրջադարձ է պետք։ Եվ Բաբկենը գտնում է այդ կործանարար շրջադարձի ճանապարհը, հարվածելով ամենաանպաշտպան տեղին։ Մի քանի ժամ անց նա հանդիպում է Ալինային և որոշում նրա միջոցով վերջնականապես խառնել իրավիճակը։ Առանց մտածելու 15 տարեկան դեռահասի հոգեկան աշխարհի մասին, Բաբկենը նրա երեսին է շպրտում փեղաթյուրված ճշմարտությունը։ Նա Ալինային ասում է, որ Արշակը այն նույն մարդն է, ում հետ ժամանակին փախավ նրա մայրը՝ Շուշանը, և որպեսզի հարվածն ավելի ցավոտ լինի, ավելացնում է, որ Արևիկն էլ Շուշանի աղջիկն է, այսինքն Ալինայի կենսաբանական քույրը։ Ալինան հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Դեռահասի համար պարզապես անհնար է միանգամից մարսել ու ընկալել այս սարսափելի իրականությունը։ Հիմա Բաբկենը հասավ իր ուզածին։ Նա ավերեց երեխայի աշխարհը հանուն իր կեղտոտ վրեժի։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը չափազանց ծանր է։ Ինչ եք կարծում, ինչպես կանդրադառնա այս դաժան լուրը Ալինայի վրա, և կկարողանա արդյոք Նորոն կանխել հոր կործանարար ազդեցությունը իր ընտանիքի վրա։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։